Ես կարող եմ ձեզ պատմել, որ Հոլանդիայից բերել եմ ինքը կոնֆետներ, հոլանդական բաներ, չնայած ճիշտ ասել Հոլանդիա պետք է ասել Նիդերլանդներ եւ հոլանդական ծաղիկներ, բայց ես պետք է ձեզ հիմա պատմություն պատմեմ։ Ես եւ իմ ընկերուհիները մեր համար հանգիստ գալիս էինք Նիդերլանդներից դեպի Գերմանիա գնացքով։ Ուզում էինք մեր հեռախոսները զարյատկի դնենք, ոնց որ 2 հեռախոս պետք է զարյատկի դնենք, բայց մի հատ զարյատնիկի տեղ էր ու վագոնում մի հատ տղա էր նստած մի փոքր հետև, ով բարձր հայերեն հեռախոսով խոսում էր իր ընկերոջ հետ, ցենց աղբերս բանի խոսքով, չգիտեմ ինչ էր խոսում, բայց հայերեն էր խոսում։ Իմ ջոց ցենց վաֆլիներ եմ բերել Հոլանդիայից, մեղրով վաֆլիներ են, անենց համով են, լավ չեք շեղվում։ Մի խոսքով մոտեցա այդ տղային ու հենց հայերենով ասեցի, սենց զարյատնիկը ձեր այստեղ զարյատկի դնեմ էլի։ Այդ տղեն արագ վերցրեց հեռախոսս, դրեց զարյատկի ու սենց զգացի, որ մի պահ սենց կախեց էլի մոտ, ուզում եմ ջոկի, այս հայերեն խոսած, այս ոնց հայերեն խոսած, հանուն առթարության, ես ոչ մի նախաբան չասեցի էլի, չասի բարև ձեզ վայ դուք էլ եք հայ բան, just պրոստը մոտեցա, սենց այս մեծ զարյատկի դրենք էլի։ Եվ ակամայից հիշեցի այն դեպքը, երբ որ մամայից հետ Դուբայում խանութում էինք, մաման պոլկայից եսի միջ վերցրեց, սրբի չընկավ կողքի կնոջ գլխին, այդ կին ասեց վայ մամա ջան, ու մաման ասեց վայ հայ է։